Պարոն Խանդանյան, ըստ ձեր նախընտրական ծրագրի միջազգային լեգիտիմությունն եք համարում արտաքին անվտանգության առաջնային գործոն։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը լեգիտիմության դերի մասին դեռ խոսել էր 2019 թվականին Ալիևի հետ Վիեննայում։ Խաղաղության համաձայնագիրը ձեր կարծիքով պետք է ունենա իրական միջազգային երաշխավորման մեխանիզմ։ Եթե ոչ, ապա ինչ տարբերակներով պետք է կարողանանք հսկել այս համաձայնագրի դրույթների կատարումը։ Գիտեք, երաշխավորների ինստիտուտի մասին շատ երկար նաև այս դահլիճում է քննարկվել մեր գործընկերների հետ Հայաստան դաշինքից, դրա վերաբերյալ շատ պատասխաններ են հնչել եւ իմ կարծիքով խաղաղության ոչ միայն համաձայնագրի, այլ ընդհանրապես խաղաղության էության, գոյության ամենակարևոր երաշխիքը փոխկապակցվածությունն է, փոխադարձ շահեր ունենալը եւ այս առումով ես ուրախ եմ, որ նաեւ կան գործնական արդյունքներ, օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սկսվել է առևտրաշրջանառություն, իհարկե դեռևս միայն Ադրբեջանից Հայաստան, բայց նաև գիտեք, որ օրինակ կապի ոլորտի մեր օպերատորները համաձայնագիր են կնքել, էլեկտրաէներգիայի ոլորտում կան մտքեր համագործակցություն իրականացնելու համար։ Իսկ ինչ վերաբերում է համաձայնագրի հսկմանը, համաձայնագիրը ունի դրա պատասխանը, համատեղ հանձնաժողով պետք է ստեղծվի համաձայնագրի վավերացումից հետո, որը կհետևի համաձայնագրի դրույթների կատարմանը վեճերի դեպքում, եթե այդ վեճերը չեն լուծվում 6 ամիսվա ընթացքում, ապա փոխադարձ համաձայնության կարող են դիմել որևէ երրորդ ինստիտուտի, որը կկարողանա այդ հարցերին պատասխաններ տալ։ Արձագանք Սովետական Միության եւ Գերմանիայի ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ մարկ էր։ Հիմա հասկանանք, սա այն զսպող ցուցիչն է, մեխանիզմն է, որը որ պիտի համաձայնագրի դրույթների կատարման համար դառնա ցուցիչ, թե այլ մեխանիզմներ կան, որովհետև մենք տեսնում ենք, որ համաձայնագրի հետ կապված խախտումներ են լինում, 6 ամսվա ընթացքում ինչ որ խնդիրները չլուծելու դեպքում դիմելու են այլ կողմերի խաղաղ լուծելու եւ այլնի հետ կապված։ Դուք ո՞նց եք պատկերացնում այն մեխանիզմը, որպեսզի կարողանանք հսկել այս համաձայնագրի դրույթների կատարումը եւ եթե չեն կատարվում, խախտումների հսկման մեխանիզմը ինչպես եք պատկերացնում կամ ինչ մեխանիզմ եք գործարկելու, որպեսզի կարողանաք այդ խախտումները հսկել։ Մենք ունենք արձանագրված խախտումներ։ Պարոն Գևորգյան, համաձայնագիրը դեռ չի վավերացվել եւ դրա խախտումների վերաբերյալ վաղ է խոսելը։ Ես ներկայացրի որն է մեխանիզմը, դրանից բացի որևէ այլ մեխանիզմ չի նախատեսվում, ինչ վերաբերում է զուգահեռ օրինակներին, Ռուսաստանն էլ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար